Առողջապահության համաշխարհային կազմակերպության արևելյան միջերկրածովյան երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանան Բալխին Guardian թերթի հետ հարցազրույցում հայտարարել է Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ ճգնաժամ է ծավալվում առողջապահության ոլորտում։ Նա կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները եւ պաշտպանել բժշկական հաստատությունները։ Իրավիճակը բարդ էր արդեն որոշ ժամանակ, բայց այնինչ մենք այսօր տեսնում ենք, առողջապահական իսկական ճգնաժամ է, որն իրական ժամանակի ռեժիմով ծավալվում է տարածաշրջանի շատ մասերում։ Խոսքը վերաբերում է ոչ միայն մարդկային կյանքերին, որոնք խլում է պատերազմը, խոսքը վերաբերում է բժշկական օգնության հասանելիության կոլապսին բազմաթիվ ամենատարբեր մասշտաբներով, որոնք շատ ավելի մեծ չափով գերազանցում են այն ամենն, ինչ մենք կարող էինք պատկերացնել։ Տարածաշրջանային տնօրենը նշել է, որ քրոնիկ հիվանդություններով բուժառուների բուժումը խախտված է հիվանդանոցների փակման, ինչպես նաև հարկադիր փախուստի եւ տեղահանման պատճառով։ Մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում իրենց տներն են լքել 3.2 միլիոն մարդ Իրանում եւ ավելի քան 1 միլիոնը Լիբանանում։ Բալխին աղետալի է անվանել հնարավոր գրոհներ նախաձեռնման կայանների վրա, ինչն առանց խմելու ջրի կթողնի մեծ թվով մարդկանց Պարսից ծոցի երկրներում։ Ավելի վաղ Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հայտարարել էր, որ երկրում հարվածների է ենթարկվել 282 բժշկական կենտրոն, որոնց մի մասը դադարեցրել էր աշխատանքը։ Զոհվել է առողջապահության համակարգի 20-ից ավելի աշխատակից։